Հանրապետության մի շարք գյուղական համայնքների բնակիչների հետ ունեցած օրինաց երկիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հաճախակի հանդիպումներից պարզ է դարձել, որ գյուղացիական տնտեսությունների տեխնիկական սպասարկումը ներկայումս գտնվում է տխուր վիճակում։ Իմ բազմաթիվ հանդիպումները գյուղական բնակավայրերում ցույց են տվել, որ չկա գյուղտեխնիկա, չկա պետական աջակցություն, ամեն ինչ բարձի թողի վիճակում է գտնվում։ Իսկ նման վիճակի շարունակությունը բնականաբար ոչ մի լավ բանի բերել չի կարող, որովհետև այսօր եթե գյուղացուն մենք չօգնենք, գյուղատնտեսությունը ոտքի չհանենք, մենք ոչ մի դրական զարգացումներ չենք կարող երաշխավորել, որովհետև Հայաստանը բաղկացած չի միայն Երևանից։ Ես սա ուզում եմ պաշտոնապես հայտարարել։ Այսքանը որ դուք տենում եք, ես սա արել եմ ձեռքով, շատ դժվարությամբ մշակում ենք։ Այսօր մեզ տրակտորներ են պետք, սրսկիչներ են պետք, ֆիզիկական ուժով չի կարող մարդը հողը մշակի, վարի, ցանի։ Ինչքան կարելի 1000 մետր անես, 2000, բայց հեկտարներով հողեր են մնացել, այս կռուպում որ նայում եք, սա գցած հողեր են։ Այդ միան գալիս է, որ ասենք տեխնիկա չկա, որ վարի։ Մեր գյուղում կար մոտորապես մի 500 հեկտար խաղողի այգի։ Իսկ այդ այգիները բոլորը մշակվում էին մեխանիզացիայով։ Ընդհանրապես մնացել է մի հատ, երկու հատ տրակտոր, այն որ պիտի գան ասենք վարելու կամ ցանելու ժամանակ ոնց որ բան հակառակ լինի։ Չկա։ Եթե չկա, ուրեմն շարունակում ոչ բարել կլինի, ոչ մշակել կլինի, ոչ էլ որևէ բան։ Մեզ անհրաժեշտ է մեխանիզացիա։ Օրինաց երկիր կուսակցության կենտրոնական գրասենյակում կազմակերպված հերթական հանրային քննարկումը պայմանավորված էր այս հիմնախնդրի հանդեպ ունեցած մտահոգությամբ, որին մասնակցում էին նաև կառավարության շահագրգիռ նախարարությունների եւ գյուղական համայնքների ղեկավարներ։ 1997 թվականից սկսած Հանրապետություն է ներկրվել դրամաշնորհի միջոցով եւ բաժանվել անհատ ֆերմերներին մոտ 1000 կտոր տեխնիկա, 824 տրակտորներ եւ 116 կոմբայններ։ Գաղտնիք չի, որ Հայաստանում այդ բաժանված տրակտորների, կոմբայների հիմնական մասը կամ տրվել են խնամի ծանոթ բարեկամներին, կամ կաշառքով ու մաղարիչով, ուրեմն բաժանվել են անհատներին։ Իհարկե 100% դեպքերի մասին չի խոսքը, բայց գերազանցապես դա այդպես է տեղի ունեցել։ Եվ արդյունքում 1000 կտոր տեխնիկա ունենալով հանդերձ մենք այսօր ունենք տխուր վիճակ այս ագրոտեխնիկական սպասարկման ոլորտում։ Այսօրվա դրությամբ գյուղում կա ընդամենը 2 անիվավոր տրակտոր։ 30 տարին բոլորած։ Այդ տրակտորները ի վիճակի չեն։ Այդ 470 հեկտար խաղու պտղատու այգիները վերականգնել եւ հետո մշակել։ Իսկ ինչպիսի հնարավորություններ կտա արտադրատեխնիկական կայանների ստեղծումը գյուղացուն։ Էժան ծառայություններ մատուցել ժողովրդին, որակյալ ծառայություններ մատուցել ժողովրդին, ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր, խթանել մրցակցային դաշտը, կարողանալ թարմացնել մեր պարկը եւ ամենակարևորն է մեծացնել վարելատարածքները։ Ես կուզենամ, որ ավանդների վերադարձի նման Արթուր Բաղդասարյանը հետևողական լինի եւ կարողանա կազմակերպել, որպեսզի ստեղծվի միջհամայնքային մեքենատրակտորային կայաններ։ Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի մարզային կենտրոնները ձևավորելու ուղղությամբ օրինաց երկիր կուսակցության նախագահի առաջարկները կոնկրետ են ու հստակ։ Պետք է լրջորեն ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել այն ձեռնարկությունների հնարավորությունները, որոնք ունեն որոշակի բազա, հստակեցնել ֆինանսավորման, վարկավորման մեխանիզմները։ Խնդիրը դրվեց մեր առաջ, մեկ ամսվա ընթացքում մենք այդ բոլոր մեխանիզմները հստակ կունենանք եւ այդ մեխանիզմներով կշարժվենք առաջ, արդեն ուսումնասիրել ենք եւ Ախուրյանի եւ Արտիկի բերությունները, վերջերս Գեղարքունիքի մարզում քննարկվեց այս թեման եւ մենք ձեզ միասին 2-3 պիլոտային ծրագիր այս 2010 թվականին իրականություն կդարձնենք։ Ես որպես օրինաց երկիր կուսակցության նախագահ հայտարարում եմ, որ մենք հետևողական ենք լինելու եւ սա կլինի փորձություն մեր գյուղատնտեսության նախարարի համար։ Կկարողանա նա ձևավորել այս կենտրոնները, ուրեմն նա կունենա կուսակցության աջակցությունը։ Արթուր Բաղդասարյանը իր այն ծրագրի մեջ այնքան լավ բաներ գրել է գյուղացի հոգսը թեթևացնելու համար։ Ես հավատում եմ, որ կատարվի էլի Արթուր Բաղդասարյանը այս ծրագրերը դրել է կհետևի մինչև վերջ ու իրականացնի մենք շատ ուրախ կլինենք էլի։ Ես ուզում եմ հայտարարել, որ մենք տեր ենք կանգնելու, հետևողական ենք լինելու, որպեսզի լուրջ ծրագիր ու հայեցակարգ մշակվի Հայաստանում եւ այս տարի նույնպես սպասվում են դրամաշնորհի գծով 61 տեխնիկա, որ գոնե այդ 61 տեխնիկան նորից նույն կերպ ուրեմն չփոշիացվի կամ չտրվի կոնկրետ մի քանի հոգու, իսկ արդյունքում ամբողջ գյուղացիությունը ուրեմն մնա վատ վիճակում։